Հայաստանի ապագան մենք նախաձեռնության անդամներս տեսնում ենք եվրոպական ընտանիքում, որպես լիարժեք անդամագրման մեջ ենք տեսնում եւ հաշվի առնելով այսօրվա մարտահրավերները, այն է մաքսային միության եւ ընդհանրապես Եվրասիական տնտեսական միության անդամագրման այդ խնդիրը մենք նախ որակում ենք որպես մարտահրավեր եւ ելնելով այն հանգամանքից, որ տարբեր կան դաշտում, քաղաքական դաշտում որոշ կուսակցություններ, որոնք հստակ հայտնել են իրենց եվրոպական ինտեգրման կամ եվրոպական ուղղության մասին, մեր առաջարկության նպատակն էր նաև այդ ընդհանուր մի ֆորմատում, մի հարթակում ներգրավել համատեղ աշխատանք իրականացնել նաև քաղաքական կուսակցություններին, թե որ կուսակցությունն ինչպես է պատասխանել, դրա մասին մենք հնարավորություն կունենանք ամփոփ ներկայացնելու, հիմա ես չեմ ուզում նախնական ոչ լիարժեք պատասխան տալ, բայց պետք է արձանագրեմ, որ որևէ կուսակցություն առայժմ ցանկություն չի հայտնել ներգրավելու եվրոպական ուղղություն կամ ընտրություն այդ նախաձեռնության մեջ եւ դա նորմալ եմ ես համարում, որովհետեւ կարող ունենա, որ բոլորը իրենք չեն հրաժարվել իրենց նպատակներից։ Իհարկե լավ կներ, որ համատեղ աշխատեինք, բայց հիմա գիտեք եվրոպական արժեքների մեջ հիմնական, ասենք թե կարևորագույն ուրեմն արժեքը հանդիսանում է անհատական մոտեցման, գաղափարը, առայժմ մեր մոտ այդ անհատական լինել եւ միասին աշխատելու այդ մշակույթը դեռևս չկա, դրա համար այն որևիցե սարսափելի բան չկա, մենք բնականաբար ողջունում ենք բոլորին իրենց առաքելության իրականացման մեջ, որովհետև բոլորի առաքելության իրականացումը նաև մեր ուրեմն նպատակներին լիովին համապատասխանում է։ Ընդհանրապես ուզում եմ շարունակել հարցի պատասխանը։ Այնուամենայնիվ ես տրամագծորեն տարբեր պատկերացումներ ունեմ, կարծում եմ, որ ավելի էֆեկտիվ կլիներ նման մարտահրավերի դեմ կանգնել դաշինքով, այսպես ասած, եւ կազմել կուսակցությունների եւ քաղաքացիական դաշտը ներկայացնող սեգմենտների միջև որոշակի գործողությունների ծրագիր, սակայն դա չստացվեց եւ դա ինչ որտեղ խանգարելու է, որովհետեւ դաշտում ստեղծելու է մրցակցություն։ Այն բոլոր կազմակերպությունները եւ կուսակցությունները, որոնք հայտարարել են, որ իրենց հիմնական ուղղությունը եվրոպական է եւ նրանք դեմ են մաքսային միության անդամակցությանը, նրանք սկսելու են բնականաբար մրցակցել, թե ով է ավելի եվրոպական ուղղության եւ ով է ավելի շատ նայում այդ ուղղության կողմը։ Իսկ այդ մրցակցությունը մեզ այս պարագայում ընդհանրապես պետք չէր, մեր կոչը հենց ուղղված էր ոչ թե մեզ ընդգծելու որպես անհատներ, որոնք ցանկություն ունեն արտահայտել իրենց կամքը, այլ հենց այդ կապը հանդիսանալ բոլոր այն օղակների միջև, որոնք այս պարագայում, ինչպես տեսնում ենք, պետական քաղաքականությանը դեմ են։ Ինչ վերաբերում է ժառանգությանը կոնկրետ խորհրդանական կուսակցություններից մի քանիսը հստակորեն իրենց քաղաքականության մեջ ընդգծել են, որ առանձնապես մաքսային միության եւ Եվրասիական տնտեսական միության հետ կապված ոչ մի խոչընդոտ չեն տեսնում Հայաստանի անդամակցության տեսանկյունից։ Ժառանգությունն է միայն հայտարարել հստակորեն իր դիրքորոշումը դեմ, սակայն անհատների մակարդակով եւս պարզ չէ, թե ժառանգությունը ինչպես է վերաբերվում հենց խորհրդարանական խմբակցության ներսում այդ գործընթացին, այնպես որ այնտեղ էլ շատ լղոզված է իրավիճակը, եթե գումարենք նաեւ քարյակի գործունեությունը ներքաղաքական դաշտում մենք հստակորեն կտեսնենք, որ առանձնապես ցանկություն չէր առաջանա ժառանգության կուսակցության անդամակցությունը այս դաշինքին եւ ներգրավվածությունը այս գործընթացին։ Եվրոպական նախաձեռնությունը հայտարարություն տարածեց Վրաստանի, Ուկրաինայի հետ կապված, շնորհավորելով նաեւ այդ երկրներին, ինչ եք կարծում հայ-վրացական հարաբերությունները այս փուլում դրանից հետո ինչպես են շարունակվելու, Վրաստանը մի այլ համակարգում է, Հայաստանը այլ համակարգում։ Եթե մենք այսպես գլխապատառ շարունակում ենք մեր ընթացքը դեպի Եվրասիական տնտեսական միություն, մենք գնալու ենք մեկուսացման եւ իրապես հանձինս Հայաստանի ունենալու ենք Եվրասիական տնտեսական միության եւս մեկ անկլավի հարավային Կովկասում, եթե իհարկե Կրեմլի չհաջողվի նաև ներգրավելու Ադրբեջանին։ Այդ տեսակետից եմ ես դիտարկում, որ նաև աշխարհաքաղաքական տեսակետից Կրեմլը այս պահին ամեն ջանք գործադրում է, որ նաև Եվրասիական տնտեսական միությանը ներգրավի Ադրբեջանին, այդ պարագայում արդեն կստացվի, որ անկլավի վիճակում է հայտնվելու արդեն Վրաստանը, որոշակի, այսինքն այստեղ նույնիսկ խնդիրը
այդ հարցերում նրանում չէ, թե մենք ինչպես ենք Վրաստանի հետ ապրելու, որտեղ արդեն մենք չկանք էլ, որ ասենք, թե մենք ինքնուրույն որպես միավոր որևէ նշանակություն ունենանք, հա, ես նկատում եմ, որտեղ այս պահին որոշիչ են Կրեմլի, ուրեմն քաղաքական վարքագիծը, իհարկե հաշվի առնելով Հայաստանի ուրեմն տրանսպորտային կոմունիկացիաների դժվար վիճակը եւ միակ ճանապարհը եւ Ռուսաստանին միանալու, եթե իհարկե դրան չգա փոխարինելու Հայաստան, Ադրբեջան, հա, իսկ դա ինչ գնով կլինի, արդեն միայն կարելի է ենթադրել, կարծում եմ, որ շատ վատ է լինելու, մինչև ուրեմն Ղարաբաղի հարցում վերջնական համաձայնության գալը Կրեմլի թելադրանքով Հայաստան, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը, մենք կունենանք բավական շատ տնտեսական, շատ դժվար վիճակ, որովհետև ինչպես արդեն տեսանք Սերժ Սարգսյան եւ Վրաստանի նախագահ հանդիպման ժամանակ Վրաստանը ըստ էության որևիցե ընդառաջ քայլ կատարելու միտում չունի, որովհետև արդեն ինքը վերցրել է հանձնառություն եվրոպական միության ասոցիացիան համաձայնագրի շրջանակներում համապատասխանեցնելու իր օրենսդրությունը եւ գործելակերպը, հա, ապրանքների իրացման, տարածման, հա, տարանցիկ ուրեմն խնդիրների լուծման հետ կապված, այսինքն մենք որպես տրանզիտ, հա, ապրանքների որպես երկիր եւ ներմուծան եւ արտահանման տեսակետից ունենալու են բավական լուրջ խնդիրներ։ Այնպես որ գիտեք, արդեն հիմա հարցը ես ուզում եմ դրա հետ կապեմ, որ մենք ունենք մի այնպիսի իրավիճակ, որ քաղաքական կուսակցությունների զգալի մասը, սա պետք է արձանագրենք, իրենց առօրեական քաղաքական նպատակները ավելի կարևորում են, քան այն մեծ խնդիրները, որը որպես երկիր Հայաստանի Հանրապետությունը ունի։ Այսինքն իրենց Հայաստանի Հանրապետության որպես պետության ամբողջության խնդիրները ստորադասվում են իրենց նեղ քաղաքական ուրեմն շահերին եւ այնպիսի վարքագիծ են դրսևորում, որպեսզի հարմարվեն այդ նոր իրողություններին եւ ոչ թե որդեգրել են այնպիսի քաղաքականություն, որպեսզի իրավիճակը փոխվի եւ լուծվեն պետության խնդիրները։ Այսինքն իրենք համաձայնվել են պետության ոչնչացմանը եւ պետության ոչնչացված պետության պարագայում ուղղակի գոյություն քարշ տալու այդ վարքագծին։ Սա է ամբողջ խնդիրը։ Եվ չեմ էլ պատկերացնում, թե իրենք ինչպես են, ասենք, իրենց այսպես կոչված ընտրողների առջև հանդես գալու, թե որոնք են լինելու, ասենք, տնտեսական խնդիրների, սոցիալական խնդիրների, հա, արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրների լուծման իրենց մոտեցումը ինչու է կայանում։ Մենք ուղղակի մի հատ չգնաժան չասեմ, սա ուղղակի երևի արմագեդոն է ամբողջ քաղաքական ուրեմն իրավիճակի տեսակետից։ Վրաստանը 2016 թվականին Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի համաձայնագիրն է ստորագրել եւ ընդհանրապես երբ Հայաստանը կողքից նայի, այսպես հարևան զարգացող երկրին, որը ամեն տարի, եթե ոչ ամեն ամիս, ասենք առաջ կգնան, չկարծում խթանչի հանդիսանա նաեւ Հայաստանի համար հետագայում գուցե փոխելու, թե արդեն վերջնական որոշում կարող ենք համարել Հայաստանի այսպես վասալացումը Ռուսաստանի։ Ընդհանրապես ոչինչ վերջնական չի կարելի համարել, որովհետև Հայաստանի վասալացման գործընթացը կապված էր նաև Ադրբեջանին այդ պրոցեսներին ներքաշելու, այստեղ նաև շատ կարևորություն ունի, թե Ադրբեջանն իրեն ինչպես կպահի, ցավոք սրտի այս պարագայում երկու պետությունները կապված են կոնֆլիկտով եւ այդ կոնֆլիկտը օգտագործվում է հենց երկու պետությունների դեմ այսօրվա դրությամբ եւ փաստորեն Հայաստանը միակն էր, ով հրաժարվեց ասոցիացիան այդ գործընթացից, բոլոր 3 երկրները, որոնք նույն փուլում էին գտնվում, արդեն իսկ ներգրավված են այդ process-ին եւ ունենալու են բոլորովին այլ տնտեսական ինդեքս, այլ մարդու իրավունքների տեսանկյունից իրավիճակ եւ Հայաստանում իհարկե իրավիճակը խիստ վատթարանալու է եւ կարծում եմ գոնե քաղաքացիական դաշտի մակարդակով շփումները Վրաստանի հետ պետք է այլ ավելի զարգացնել եւ այնուամենայնիվ ես չեմ հավատում այն իրավիճակին, որ տարածաշրջանը կարող է այսպես շատ տարբեր ձևով զարգանալ, որովհետև տարածաշրջանը ինքը մեկ մարմին է, մի գործող մարմին է, այնուամենայնիվ կարծում եմ, որ դա կհասկանան բոլոր պետությունների քաղաքական իշխանությունները եւ միգուցե նաեւ հանրությունը եւ կփորձե քայլել ընդառաջ եւ ստեղծել մեկ աշխատող մարմին տարածաշրջան։ Երբ Հովիկ Աբրահամյանը վարչապետը հայտարարում է, թե ամսի 3-ին հնարավոր է ստորագրվի այդ փաստաթուղթը Եվրասիական տնտեսական միության հետ, ինչ եք կարծում մոտ ապագայում հաշվի առնելով այն խոչընդոտները, որ Հայաստանի առջև դրվեցին նաև առևտրի համաշխարհային կազմակերպության հետ կապված գլազիվներ հայտարարել, մոտ ապագայում կլինի Հայաստանի անդամագրումը Եվրասիական տնտեսական միությանը, թե այնուամենայնիվ ձախողում հնարավոր է վերջին պահին։
Նախ եկեք արձանագրենք, որ ոչ թե առևտրի համաշխարհային կազմակերպությունն է հարցեր առաջադրել Հայաստանին, այլ Ռուսաստանի Դաշնության ինչ-որ փորձագետ Գլազև, ես չգիտեմ, թեկուզ Պուտինի խորհրդական, հա, այսինքն մենք նույնիսկ միջազգային այնպիսի կառույց առևտրի համաշխարհային կազմակերպությունը նրա հետ էլ մեր հարցերը կլինեն թե չլինեն որոշվում է Կրեմլում, հա, եւ այդ տեսակետից Հովիկ Աբրահամյանն այն արտահայտությունը, թե մենք ամսի 3-ին ստորագրելու ենք, դա նույնպես ինքը չի որոշում, թե 3-ին կլինի, թե երբ կլինի, որովհետև ընդհանրապես Հայաստան որևիցե մեկը արդեն որոշում կայացնելու այդ իրավասությունը չունի, որովհետև հիշում եք Սերժ Սարգսյանը որոշել էր հունիսի 15-ին ստորագրի, բայց իր որոշումը հենց իր ներկայությամբ չեղյալ հայտարարվեց եւ ասեցին ոչ, ուրեմն դա չի լինելու հունիսի 15-ին, այլ կլինի ընտանենք ամսվա վերջին։ Հետո հիմա էլ կորոշեն եւ ընտանենք ոչ թե հուլիսի 3-ին, այլ ինչ-որ ժամանակ։ Եվ նա անգամ որևէ տեսակետ չհայտնեց այդ ժամանակահատվածում, այսինքն իրավունքից զրկված է երկիրը մասնակցելու իրեն վերաբերող որոշումներին։ Այստեղ ես այն որակումները առիթ ունեցել եմ իհարկե մեկ անգամ թե արտահայտելու, որ տեխնիկական բնույթի խնդիրների հետ գործ չունենք։ Գործ ունենք Հայաստանը Ադրբեջանի հետ միասին, ուրեմն Եվրասիական տնտեսական միության մեջ ինտեգրելու Կրեմլի նպատակի հետ, հա, Հայաստանը արդեն իսկ դե ֆակտո, արդեն Պուտինը այսօր առավոտը ստորագրել է, որ Հայաստանից որոշակի թանկարժեք մետաղների եւ քարերի ուրեմն ներմուծման վրա Ռուսաստանում արդեն մաքսազերծում չի լինելու, հա, այսինքն ազատ ներմուծման հնարավորություն, այսինքն դե ֆակտո մենք մաքսային միության կամ ռուսական շուկայի մասն ենք աշճանաբար կազմում։ Այստեղ հիմնական խնդիրը Ադրբեջանի ներգրավելն է, վերջին հաշվով փակելու այդ եվրոպական Կրեմլի տեսակից էքսպանսիան, հա, ազատության էքսպանսիայի դեմ բռնության էքսպանսիայի ուրեմն խնդիրը կա լուծելու։ Եվ հիմա Հայաստանը արդեն լուծված է։ Հիմնական տեխնիկական այսպես կոչված, բայց բովանդակային տեսակից հարցը դա Ադրբեջանի խնդրի լուծումն է, որի գինը Ղարաբաղն է։ Սա հստակ պետք է պատկերացնել։ Ղարաբաղը լինելու այն գինը, որով Ադրբեջանը համաձայնվելու է անդամագրվի Եվրասիական տնտեսական միության ինչի համար, որովհետև Կրեմլը ինչ է ունի առաջարկելու Ադրբեջանին, նավթ, գազ, ինչ որ տրանսպորտային կոմունիկացիա, թե ինչ եւ այլն։ Ոչ մի բան չունի, ավտորիտարիզմն էլ կա արդեն։ Միայն մեկ բան Ղարաբաղ, որի հիման վրա Իլհամ Ալիևը Ադրբեջանի պատմության մեջ կմնա անգերազանցելի ազգային հերոս, այսինքն իր փառասիրությանը հագուրդ կտրվի, որը այս պահին իմ կարծիքով արդեն իսկ լուծման process-ի մեջ է, եւ այդ տեխնիկական բնույթի հարցերը հենց դրա հետ է կապված։ Ես կուզենայի այստեղ նշել, որ արդեն Զարան անդրադարձավ, որ մեզ համար շատ կարևոր է, որ Եվրոպան անմիջականորեն մոտեցավ մեր սահմաններին։ Մենք չհամարձակվեցինք մոտենալ Եվրոպային, բայց Եվրոպան մոտեցավ մեր սահմաններին, եւ դա շատ կարևոր է համեմատությունն անցկացնելու համար, որ չէ արդեն մեզ համար համեմատությունը կլինի հեռու, մենք այստեղ այնտեղ Եվրոպան եւ ասենք թե պետք է գնալ արդյոք այնտեղ տեսնել, այլ ուղղակի հենց քո սահմանը անցես գնում եւ այդտեղ տեսնելու ես այն իր բոլոր խնդիրներով հանդերձ եւ տեսնելու ես նաեւ այդ խնդիրների լուծման հնարավորությունները։ Սա դրանից լավագույն ապացույցը, հիմնավորումը, թե ինչ է իրենից ներկայացնում եվրոպական ինտեգրումը, որևիցե քաղաքական ուժ, որևիցե քաղաքացիական համույթ, որևիցե հասարակական կազմակերպություն չի ունենալու։ Եվ մեր բնակիչները, արդեն բնակիչները ոչ թե քաղաքացիները, հնարավորություն են ունենալու կենթանի, հա, եւ անմիջականորեն իրենց աշխով համեմատություն իրականացնելու։ Եվ սա կարևոր ռեսուրս եմ ես համարում, եւ դրա համար մենք ողջունում ենք։ Եվ ոչ թե նախանձով ենք վերաբերվում, չէ, մենք ողջունում ենք, ուրախ ենք։ Իհարկե ցավալի է, որ մենք չկարողացանք այդ քաջությունը ունենալու առնվազն կամ հայկական Մայդանի կամ քաղաքացիական ընդվզման եւ այլն ճանապարհով հասնելու նրան, որպեսզի Հայաստանը ներկայացնողների որոշումները չեղալ հայտարարվեն, բայց գոնե ունենք մեր հարևան երկրի այդ փորձը կունենանք, որը հիման վրա արդեն պահանջները եւ խնդիրների լուծումը ձևակերպելու հնարավորություն շատ ավելի կմեծանան։ Եվրոպական ընտրության անելիքները առաջիկայում Հայաստանում չեն կարող երկել ակնհայտ Ռուսաստանամետ քարոզչության պարագայում, որոնք են լինելու եւ ինչ դժվարություններ կան։ Առաջին գիծը հենց այդ քարոզչությանը հակադարձելն է եւ այնուամենայնիվ ցուցադրել, թե ինչ է իրենից ներկայացնում Եվրոպան։ Այն շատ ճիշտ նշվեց, որ մեր սահմաններին է մոտեցել, հենց այդ տարբերությունների ցուցադրությունը ավելի հեշտ կլինի մեզ համար։ Ես դրա համար չեմ ուրախանում բնավ, ես կուրախանայի, երբ մենք տարբերություն չունենայինք, այլ լինեինք այդ
քաղաքակիրթ երկրների շարքում, բայց այս դեպքում եթե քաղաքական իշխանությունը ոչ լեգիտիմ իշխանությունը ընտրում է այլ ճանապարհ եւ լեգիտիմ հանրությունը չի կարողանում դրա դեմ դուրս գալ, ես կարծում եմ, որ մենք կընտրենք այդ ճանապարհը գոնե ցուցադրելու հանրության անընդհատ տարբերությունները եւ առաջնահերթությունները ցուցադրելու ճանապարհով կգնանք, որովհետեւ քաղաքական հենարաններ որպես այդպեսին մենք չունենք այսօր։ Եվրոպական ընտրությունը մյուս կողմից շարունակեմ մի կարևորագույն խնդիր ունի լուծելու բացի քարոզությունից։ Ցույց տալու, որ Հայաստանը այն չէ, այն ինչ որ ներկայացնում է Սերժ Սարգսյանը եւ իր հպատակները։ Այսինքն Հայաստանի պատկերի բազմազանությունը ցույց տալու հնարավորություն է դա, որը նաեւ հնարավորություն է Հայաստանի հետ շարունակել աշխատելու, որի ուղղությամբ մենք փորձում ենք աշխատել, հա, եւ առավել մեծ սպասելիքներ ունենալ մի նախաձեռնությունից, որը ընդգրկում է տարբեր բնակավարների մարդկանց, բայց նույն մտահոգություն ունեցող մարդկանց, հա, չի կարելի, բայց ժամանակը ցույց կտա։ Երբ որ դուք անդադ ստանդարտները, մոտեցումները ներկայացնում եք եւ այդ գաղջ միապաղաղ եւ միասնական պատկերը աղճատում եք, դա արդեն մեծ գործ է։ Եվ իհարկե այդ միտումներ, որ դրված էր քաղաքական ուժերին նաեւ առաջարկելու, որպեսզի այդ պատկերի աղճատված այդ, այսինքն գորշ եվրասիական պատկերը աղճատելու, հա, գործընթացը առավել արդյունավետ լինի, առավել ամբողջական լինի, բայց ցավոք սրտի ես եմ կրկնում, տեսանք, որ քաղաքական այդ ուժերը, վերստին նշեմ, իրենք համարձակություն չունեցան սեփական ուրեմն ամբիցիաները ստորադասելու այն խնդիրներին, ոչ թե մեր նախաձեռնության, այլ ստորադասելու այն խնդիրներին, որ ունի Հայաստանի Հանրապետությունը, բայց դա նաև միանշանակ օգտվելով արդյոք ասեմ, նա լուրջ պատասխանատվություն վերցրեցին իրենց վրա, այսօր չմիավորվելով։